Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածներից հետո հակամարտությունն ընդլայնվել է, ընդգրկելով Լիբանանը եւ Մերձավոր Արևելյան տարբեր երկրներ, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ։ Հարձակումներով պայմանավորված տարածաշրջանում չեղարկվել է ավելի քան 3400 չվերթ, որի հետևանքով տուժել է 300,000 ուղևոր։ Իրանում հարձակման է ենթարկվել ավելի քան 130 շրջան։ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունում Իրանի դեսպանը հայտնել է, որ թիրախավորվել է Նաթանզի միջուկային օբյեկտը։ Ըստ Կարմիր մահիկի երկրում զոհվել է ավելի քան 550 մարդ։ Զոհերի թվում են տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հրամանատարներ, այդ թվում երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Իսրայելում շուրջ 10 մարդ է զոհվել, 800-ը վիրավորվել։ ԱՄՆ-ն հայտնել է 3 զինծառայողի մահվան մասին։ Նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով զոհերի թիվը կարող է աճել։ Մենք սգում ենք մեր ազգի համար մեծագույն զոհողություն արած ամերիկացի իսկական հայրենասերների մահը։ Ցավոք հավանական է, որ լինեն ավելի շատ զոհեր, մինչև այս ամենը կավարտվի, բայց Ամերիկան վրեժ կլուծի նրանց մահվան համար եւ պատժի չարված կհասցնի ահաբեկիչներին, որոնք ըստ էության պատերազմ են հրահրել քաղաքակրթության դեմ։ Թրամփի պնդմամբ հեռահար հրթիռներով եւ միջուկային զենքով զինված իրանական վարչակարգը մեծ սպառնալիք կլիներ յուրաքանչյուր ամերիկացու համար։ Նա էպիկական ցասում գործողությունն անվանել է ամենախոշոր եւ ամենաբարդ ռազմական գործողություններից մեկը, որի ընթացքում Իրանում խոցվել են հարյուրավոր թիրախներ, սպանվել է բանակի հրամանատարությունը։ Մարտական գործողությունները շարունակվում են ամբողջական ուժով եւ դրանք կշարունակվեն մինչեւ մենք չհասնենք մեր բոլոր նպատակներին։ Մենք շատ լուրջ նպատակներ ունենք։ Թրամփը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ նպատակներ է հետապնդում Վաշինգտոնը, սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, Իրանի զինվորականներին եւ ոստիկանությանը կոչ է արել վայր դնել զենքերը եւ ստանալ անձեռնմխելիություն կամ մահանալ։ Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, եթե Միացյալ Նահանգների նպատակն Իրանում վարչակարգի փոփոխությունն է, ապա դա անիրագործելի է։ Նա հավելել է, Իրանը միշտ պատրաստ է եղել բանակցությունների։ Արաղչին նաև բացատրել է հարվածները տարածաշրջանի երկրներին շեշտելով, Իրանը միայն արձագանքում է իր դեմ հարվածներին։ Մենք Պարսից ծոցի մյուս կողմում գտնվող երկրների հետ ոչ մի խնդիր չունենք։ Այն, ինչ մենք անում ենք, ինքնապաշտպանություն է եւ հակահարված մեր դեմ ամերիկյան ագրեսիային։ Մենք չենք հարվածում Պարսից ծոցում մեր բարեկամներին, չենք հարվածում մեր հարևաններին։ Անշուշտ մենք չենք կարող հարվածել Միացյալ Նահանգների տարածքում որևէ թիրախի, հետեւաբար պետք է հարվածենք տարածաշրջանում նրանց ռազմաբազաներին։ Արաղչին նաև հայտարարել է, որ Իրանի զինվորական ստորաբաժանումները գործում են կենտրոնական կառավարությունից անկախ, ըստ նախապես տրված հրահանգների։ Նրա խոսքով զինված ուժերին խնդրել են զգույշ լինել իրենց թիրախների ընտրության հարցում։ Չնայած Իրանը հայտնել է, որ թիրախավորել է տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները, սակայն հարվածները հասել են նաև ռազմական օբյեկտներից դուրս գտնվող տարածքներին, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում, Քուվեյթում, Օմանում։ Սաուդյան Արաբիայի պետական նավթային Արամկո ընկերությունն անօդաչու թռչող սարքի հարվածից հետո փակել է իր նավթավերամշակման գործարաններից մեկը։ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել է Աբու Դաբիի երկնքում ԱԹՍ-ներ խոցելու մասին։ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է ամերիկյան մի քանի ռազմական ինքնաթիռի կործանման մասին։ Անձնակազմի անդամները ողջ են։ Իրանը հաստատել է, որ Քուվեյթում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է թիրախավորել։ ԱՄՆ-ն, Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ն համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իրանի հարվածները հարևան երկրներին։ Իսլամական Հանրապետության գործողությունները վտանգավոր էսկալացիա են, որը խախտում է բազմաթիվ պետությունների ինքնիշխանությունը եւ սպառնում տարածաշրջանային կայունությանը։ Քաղաքացիական անձանց եւ ռազմական գործողություններին չմասնակցող երկրների թիրախավորումն անզգույշ եւ ապակայունացնող վարքագիծ է։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան հայտարարել են, որ պատրաստ են աշխատել ԱՄՆ-ի եւ գործընկերների հետ կանգնեցնելու Իրանի պատասխան հարձակումները։ Իրանի անխոհեմ հարձակումները թիրախավորել են մեր մերձավոր դաշնակիցներին եւ սպառնում են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց ամբողջ տարածաշրջանում։ Իրանին կոչ են անում անհապաղ դադարեցնել այս անխոհեմ հարձակումները։ Քայլեր կձեռնարկենք տարածաշրջանում մեր եւ մեր դաշնակիցների շահերը պաշտպանելու համար, հնարավոր է անհրաժեշտ եւ համաչափ պաշտպանական գործողությունների միջոցով ոչնչացնելու հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր արձակելու Իրանի կարողությունները հենց գետնի վրա։ Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ բավարարել է ԱՄՆ-ի խնդրանքը եւ թույլ կտա բրիտանական ռազմակայաններն օգտագործել Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված օբյեկտներին հարվածելու համար։ Նա միևնույն ժամանակ շեշտել է, Բրիտանիան չի միանա Իրանի դեմ հարձակողական գործողություններին։ Նման հայտարարություն է արել նաեւ Գերմանիայի արտգործնախարարը։ Յոհան Վադեֆուլի խոսքով երկիրն ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին, սակայն կպաշտպանի Հորդանանի եւ Իրաքի ռազմակայաններում տեղակայված իր զինծառայողներին
եթե նրանք հարձակման ենթարկվեն։ Զուգահեռ Շահեդ անօթաչու թռչող սարքով թիրախավորվել է Կիպրոսում բրիտանական ռազմաբազան։ Ըստ Կիպրոսի նախագահի պատճառվել է չնչին նյութական վնաս։ Նիկոս Քրիստոդուլիդեսը շեշտել է, երկիրը մտադիր չէ որևէ ռազմական գործողության մաս կազմել։ Իրաքի շիա աշխարհազորային խմբավորումներից մեկն էլ հայտարարել է, որ թիրախավորել է Բաղդադի օդանավակայանում տեղակայված ամերիկյան զորքերը ի պատասխան Ալի Խամենեիի սպանության։ Հարվածներ են հասցվել նաև Էրբիլում գտնվող ամերիկյան ավիաբազային։ Ինչ վերաբերում է ԱՄՆ ռազմական գործողություններին, նախագահ Թրամփը Daily Mail-ի հետ զրույցում հնարավոր է համարել, որ դրանք շարունակվեն մոտ 4 շաբաթ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իրանական կողմը ցանկանում է բանակցել իր հետ։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին արձագանքել է այս հայտարարությանը շեշտելով. «Պատերազմը Թեհրանը չի սկսել եւ չի բանակցի ԱՄՆ-ի հետ»։ Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում միակ լուծումը դիվանագիտական է։ Նրա խոսքով հարկավոր է թույլ չտալ, որ հակամարտությունը տարածվի։ Սա նշանակում է համոզիչ անցումային շրջան Իրանի համար, նրա միջուկային եւ բալիստիկ հրթիռային ծրագրերի վերջնական դադարեցում, ինչպես նաեւ տարածաշրջանում ապակայունացնող գործունեության ավարտ։ Իրանի դեմ հարվածների ֆոնին աշխարհի տարբեր երկրներում ցույցեր են տեղի ունեցել։ Միացյալ Նահանգներում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Ավստրալիայում ողջունել են Իսրայելի եւ ԱՄՆ-ի գործողությունը, դա համարելով հնարավոր շրջադարձային կետ երկրում քաղաքական փոփոխությունների համար։ Որոշ երկրներում էլ, այդ թվում Հնդկաստանում, Իրաքում, Հունաստանում, Թուրքիայում, Եմենում, Լիբանանում, Հարավային Կորեայում ցուցարարները բողոքի ակցիաներ են անցկացրել ԱՄՆ-ի եւ Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների առջեւ։ Պակիստանի տարբեր քաղաքներում ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Զոհվել է առնվազն 23 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Իրանում ստեղծված իրավիճակի պատճառով Թուրքիան ժամանակավորապես փակել է իր ցամաքային սահմանները կարճատև այցով ժամանող իրանցիների համար։ Ըստ Թուրքիայի առևտրի նախարարության դա տեղի է ունեցել հանրության մտահոգությունների ֆոնին, որ տարածաշրջանային լարվածությունը կարող է միգրացիոն հոսքեր առաջացնել։ Թուրքիայի քաղաքացիները եւ երրորդ երկրների քաղաքացիները կարող են Իրանից մտնել Թուրքիա։ Առևտրային բեռնափոխադրումները շարունակվում են վերահսկողության ներքո։ Պեկինն իր հերթին հայտարարել է, որ Իրանում զոհվել է Չինաստանի առնվազն 1 քաղաքացի, ավելի քան 3000 քաղաքացի արդեն տարհանվել է Իրանից։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։